Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շատ հիմնարկների ղեկավարներ դժգոհում են, որ իրենք ունեն կադրերի խնդիր։ Ես ուզում եմ դուք ասեք, դատախազությունը նման խնդիր ունի, թե չէ, եւ որն է պատճառը, որ շատ գործեր, ՀՀ քաղաքացու տեսանկյունից շատ երկար է ձգվում, որն է պատճառը, կադրերի սղությունը, կադրերի ոչ պրոֆեսիոնալ լինելը, թե այլ պատճառ կա, կամ կարող է ես սխալ եմ եւ չի էլ ձգվում եւ նորմալ է։ Երկրորդը դուք հաշվետվությունը ներկայացրիք, կարդացինք նաեւ ձեր գնահատականը որպես գլխավոր դատախազ Հայաստանում հանցավորությունը ինչու է աճում, ինչու են հանցագործությունները ավելանում, թվում է թե ոնց որ պետքա նվազի, բայց աճում է, ծանր հանցագործություններն են աճում, ավտոմեքենայի ազդանշան տալու կամ ջրափոսով ջուրը ցփնելու համար մարդ են սպանում, դատախազությունը վերլուծություն ունի այս դաժանությունների պատճառը որտեղ է թաքնված, որ համագործակցի ներքին գործերի նախարարության կամ այլ համապատասխան կառույցների հետ, որովհետև ինձ հետ օրինակ ես ասենք անկեղծ եմ ասում, երբ որ փողոցում ավտոմեքենան հավասարվեց ու երիտասարդը մոտ 25 տարեկան ասեց այ որ դուք ինձ ճանապարհ չտվեցիք, ես ձեզ անցնեմ, ես էսա մեքենայով կմխրճվեմ ձեր մեքենայի մեջ, ագրեսիայի ուղիղ ցուցադրություն է, այս որտեղ է թաքնված այս խնդիրը, մենք ինչ պետք է անենք, որտեղ է այդ խնդիրը, այսինքն ինքը վստահ է, որ ինքը չի պատժվելու, թե որն է, եւ մի դեպք ասեմ, չասեմ, որտեղ է դա եղել, ես էլ եմ այդ հարցը ձեզ շատ տվել, շատերն են տվել, որ ասենք չարաշահում ենք կալանքը, բայց անցանք տնային կալանքի եւ այլ ձևերի, բայց չգիտես ինչու այդ հաճախ այդ տնային կալանքի տակ հայտնվում են մարդիկ, որոնք թմրանյութեր են վաճառում, թմրանյութեր են ցրում, այսինքն այն մարդը, որը պղնձալար է գողանում, պայմանական ասած ինքը կալանքի տակ է, բայց այն մարդը, որը թունավորում է հասարակությունը մահ է տարածում, իր նկատմամբ բան ենք անում եւ օրինակ բնակավայրերից մեկում ասեմ ձեզ հիմա չգիտեմ ճիշտ եմ անվորացնում եմ թե չէ տեղի բնակիչները այդ տարածողի որին տնային կալանք են տվել բոլոր մատները ջարդել են հիմա որն է ճիշտը ինչ անենք ես եւ դատախազությանը եւ տարբեր կառույցների առաջարկել է որ այս վատ երևույթը կանխելու համար գոնե դեռահասներին բարբերաբար փորձաքննության տանենք, որ գոնե ինչ-որ փուլից կանխենք, դրա դեմը առնենք։ Շնորհակալություն, առաջի հարցը, չէ, կադրերի խնդիր չունենք, ինչու, որովհետև վերջին երկու բաց մրցույթների արդյունքներում մենք ունեցել ենք 250-ից ավելի դիմորդ, որից բավական բարձր ցենզ ունենք, անցնում է հաղթահարում է քննությունը ոչ ավելի քան 20%-ը։ 20%-ը դա այն ամենաթոփ ցուցանիշն եմ ձեզ ասում, եւ մենք հետեւողական ենք այս կադրային առումով փոփոխություններին, մենք նպատակ չենք դրել մեր առաջ, օրինակ 6 ամսում ամբողջական կադրային թարմացում իրականացնել, մենք նպատակ ենք դրել հետեւողական, ենթադրենք 4 տարիների ընթացքում դատախազության ամբողջ կազմը կամ կազմի առնվազն մեծ մասը թարմացնել եւ թարմացնել ինչու, որովհետեւ այսօր քննությունը այլ որակա պահանջում։ Այսօր մեզ մոտ դիմորդների մեծ մասը, ինչը ինձ շատ ուրախացնում է, դրանք իրենց կուրսերի լավագույն ուսանողներն են։ Այսինքն այն մտավախությունը, որ ես ունեի մի քանի տարի առաջ, որ ոչ պետական աշխատանքը ավելի գրավիչ է շրջանավարտի համար, այսօր կարծես թե փոխվում է եւ մենք այս տարի նույնիսկ արտադրական պրակտիկայի համար դիմաց ուսանողների ինչ որ մի աննախադեպ քանակ ունենք, միայն Երևանի պետական համալսարանից 23 հոգի էր եկել, իդեպ այդ կուրսի բոլոր լավագույնները։
Եվ տեսնում եմ հետաքրքրվածություն մարդկանց մոտ աշխատանքի անցնելու դատախազությունում, դատախազության կադրային քաղաքականությունը այս առումով շատ բաց է, այստեղ մի պայման կա պրոֆեսիոնալիզմն է, հետևողականությունն է եւ բարեվարկությունն է։ Մենք առաջի կառույցն ենք, որը բարեվարկության համար մեր դռները բացել ենք եւ այսօր բոլոր դատախազները անխտիր բարեվարկության ստուգման են ենթարկվում, եւ ավելին այն դատախազները, ում բարեվարկությունը բացասական է, անմիջապես կարգապահական վարույթ է հարուցվում ստուգելու համար այդ հիմքերը եւ վարույթի արդյունքում կամ եթե չի հաստատվում բնականաբար տեղեկատվություն է ուղարկվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, եթե հաստատվում է գնում է համապատասխան արդեն քրեական ընթացակարգերով։ Սա կադրային մասով։ Ստեղ մեր համար կարևոր է այո ձգձգումները կան, ես ամեն օր բազմաթիվ դիմումներ եմ ստանում, որոնք ժամկետներին են վերաբերում ու ասել, որ մի օր կկարողանանք այս բոլոր խնդիրները լուծել, իրատեսական չի, բայց ժամկետներին շատ ուշադիր ենք։ 6 ամիսը 1, 8 ամիսը 1 գլխավոր դատախազությունում պահանջում ենք վարույթները, որպեսզի հասկանանք, գուցե ինչ-որ մի վարույթ միտեղ մոռացել են ուղղակի, ուշադիր չեն այդ վարույթի նկատմամբ։ Սա էլի պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, քանակի մասին չի խոսում։ Այսօր դատախազների թիվը 430 եւ մի փոքր ավելի է, նույնիսկ եթե դարձնենք 900, էլի այս խնդիրը լինելու է։ Դրա համար մենք կարծում ենք, որ պետք է այդ հետևողական աշխատանքի վրա կենտրոնանանք ու խրախուսենք հետևողական աշխատանքը։ Հանցագործությունների մասով ես կխնդրեմ ուշադրություն դարձնել, մենք աճ չունենք։ 24 թվականի համեմատ ընդհակառակը ունենք նվազում եւ ոչ մեծ միջին ծանրության հանցագործությունների պարագայում եւ ծանր առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում, բայց այստեղ իհարկե խնդիր կա։ Ու եթե մի բառով ձևակերպեմ, ձեր ասած ագրեսիան որտեղից է գալիս ու ոնց կարելի է այդ ագրեսիան հաղթահարել, միայն դաստիարակված վերաբերմունքով, ես ուրիշ լուծում չգիտեմ։ Բնականաբար ներքին գործերի նախարարությունը որպես ոլորտի պատասխանատու գերատեսչություն հանցավորության մասով ռազմավարություն ամշակում եւ դատախազությունը այդտեղ մեծ դերակատարում ունի եւ այստեղ ընդհանրական դատողությունների մասին չեմ ուզում խոսել, շատ կոնկրետ հողի վրա նոր քննարկում էինք պատգամավորի հետ բանը նույն թմրամիջոցների կանխարգելումը, հա, կանխարգելումը պատժի խստությունը չի, անչափահասների պարագայում կանխարգելումը մաքսիմալ շատ զբաղվածության եւ դաստիարակչական աշխատանքների իրականացումն է։ Նույնն էլ ստեղ ասել, որ ես հիմա ունիվերսալ բանալի կտամ ոնց անել, որ ագրեսիան պակասի չէ, այդ ագրեսիան ամենուր ես եմ բախվում այդ ագրեսիայի հետ ու անընդհատ, բայց իմ պատասխանը ագրեսիայի մեկն է, չէ, ես չեմ ես ագրեսիային պատասխանում եմ միշտ ու պատասխանել եմ համբերությամբ, այն ելակետերից ելնելով, որը դրված է մեջ իմ դաստիարակությամբ, ու ես կարծում եմ այդ է լուծումը, իմ ուսանողներին եմ դա ասում, դատախազություն եկած դատախազներին եմ ասում, եթե նկատել եք դատախազները դատարաններում չեն մտնում տարբեր տեսակի քննարկումների մեջ, չեն մոռանում, որ դատախազել ու կարծում եմ սա հետևողական պետք է տանել ու անվերջ տանել, ուրիշ լուծում չունենք կներեք։ Իսկ տնային կալանքների մասով դուք ճիշտ եք, մի քանի դեպքեր մենք ենք ունեցել, երբ յուղաբնակ համայնքներից ուղիղ գրել էին մեզ, որ այս մարդուն տնային կալանք եք կիրառել, այս մարդը ստեղից է թմրամիջոցն իրացնում, բնականաբար շատ արագ ենք արձագանքել, ու ես կխնդրեմ, որ եթե նմանատիպ իրավիճակներ կա, ուղղակի մեզ տեղեկացրեք, որ մենք խափանման միջոցի փոփոխման հարց բարձրացնենք դատարանում, որտեղ շատ հաճախ դատարանները կարող է դրճությամբ կամ խորությամբ չեն նայում, օրինակ փոքր բնակավայրում այդ մարդու գոյության հանգամանքին նայում են որպես ընդհանուր դեպք, որը ենթադրենք բավականաչափ երկար անձ եղել է կալանքի տակ եւ այս պարագայում կարելի է որ անձը շարունակի մնալ տնային կալանքի տակ։ Եվ սրա հետ կապված այո, գյուղաբնակ համայնքներում, փոքր համայնքներում խնդիրը կա, կարծում եմ պետք է իդեպ սրա մասին էի ասում։ Իհարկե ունեմ, բայց ոչ թե հարցերին, այլ բան անենք, սկզբունք դարձնենք, որ եթե նիստ է, ասենք անեկդոտները, բան, տենց հիմար ֆիլմերը, քննարկումները միջանցքում անեն, չխանգարեն նիստը, կլինի, չէ՞ այդպես։ Կլինի, պարոն Նազարյան։ Այս հետագայի համար էլի առաջիկա 5 տարիներին։ Հիմա արձագանքած մենք խոսեցինք, ես լսում էի նաև, որ այս ապօրինի շինությունների հարցում Ներողություն խնդրում, հարգելի ակնողներ, խնդրում եմ չաղմկել։ Ես չեմ լսել դուք ինչ եք խոսել, բայց լսում եմ դուք խոսում եք։ Հարցը բան չի, Առաջարկում եմ մի չխոսել։ քիչ տհաճ է, էլի, Խնդրեմ, պարոն Նազարյան։ քրքջում են, բան են անում։ Լավ, բան է։ Մի սկզբունքային հարցի մասին ես ուզում եմ այս հարցը շատերին եմ տալիս, ուզում եմ հասկանալ։ Ուրեմն 50-ականներին, 1950-ականներին ահռելի ջանքերով Երևանի որոշ հատվածներ անտառապատվեցին, որը Երևանի համար շատ կարևոր նշանակություն ունի։
չմանրանամ։ Հետո սկսած 90-ականներից այդ անտառները հատվեցին եւ աստիճանաբար հետո ինչ որ մի սկսեցի շենքեր կառուցել։ Հիմա ենթադրենք այդ շենք կառուցողը ապօրինի գույք չունի, ապօրինի միջոց չունի, արդար ինչ որ միտեղ աշխատել է եւ այդ տները սարքել են, շենքերը սարքել են։ Հիմա այդ շենքերի ճակատագիրը, այսինքն մենք ասում ենք դե լավ, դե որ ինչ որ մի բան, ինչ որ մեկը ապօրինաբար թույլ է տվել անտառապատ տարածքներում շինություններ, ուրեմն դե արդեն այդ գնորդը ինչ անի, ինքը օրինական միջոցներով գնել է, ուրեմն այդ շենքերը պետք է մնա ի վնաս Երևանի, որը էկոլոգիական աղետ է։ Ես ձեզ ասեմ, որ միջև այդ անտառային հատվածի դնելը Երևանում որոշ հիվանդություններ, օրինակ ասթմա հիվանդություն ունեցող մարդիկ չէին կարողանում ապրել, որովհետև խնդիր էր։ Այդ փրկեց Երևանը։ Հիմա մենք ասում ենք, դե հիմա դե սարքել են, հիմա այս հարցը ես տեսական տալիս եմ, որովհետև սա նաև նախադեպ է, ինչ որ մեկն էլ հիմա էլի անտառ չէ, կանաչապատ տարածքներ կան եւ մեր ժողովուրդը չգիտեմ մոլուցք ունի, որտեղ ծառա տեսնում թուփ, այդտեղ քանդի ու շենք սարքի։ Հիմա դրա դեմը մենք ոնց ենք առնելու։ Իրավական տեսանկյունից ես ուզում եմ որպես ձեզ գլխավոր դատախազը։ Ես այս հարցը նաև կադաստրի ղեկավարին եմ տվել, այլ կառույցին, Երևանի քաղաքապետին եմ տվել։ Մենք ինչ է, ասում ենք վերջ, ընտիրա, ոչինչ։ Կարևորը մի հատ տեսնենք, եթե ապօրինի է սարքած, իրանից խլենք, տանք ուրիշ։ Ամփոփեք պարոն Ազան, առավել եւս որպես ռեգլամենտի պահպանման, այո, առաջամարտիկ, խնդրում եմ չխախտել ռեգլամենտը։ Շնորհակալություն։ Անտառների հետ կապված ունենք վստահ եմ գիտեք տարածքներ, որոնք հենց անտառ որպես պետք է օգտագործվեն, որոնք մեր գործառույթների շրջանակներում վերադարձվել են պետությանը, ամրացվել են շրջակա միջավայրի նախարարությանը, դա Սարալանջի հատվածն է, որը հարակից է Նորքի հեռուստաաշտարակին։ Այդտեղ մոտավորապես 7.5 հեկտար է սպահին, բայց ունենք էլի դրվագներ, կարծում եմ բավական մեծ տարածք, եւ եթե չեմ սխալվում, կա արդեն դիրքորոշում հստակ, որ լինելու է ամբողջությամբ անտառ պուրակ։ Այսինքն չի լինելու զվարճանքի կենտրոն, չի լինելու զբոսայգի, լինելու է անտառ պուրակ։ Սա որոշակի առումով միտված է լուծելու այն խնդիրը, որը բարձրացնում եք, եւ նույն դիրքորոշումը կա դալմայագիների հետ կապված, այդտեղ մի կտոր կա պետական շահերի պաշտպանության հայցով, դատախազությունն է զբաղվում, բայց ունենք ձեր կողմից բարձրացած իրավիճակը բազմաբնակարան շենքերի հետ կապված։ Նույն Սարալանջի այդ հատվածում կան բազմաբնակարան շենքեր։ Ինչի են բազմաբնակարան բառը ընդգծում։ Այստեղ մենք կառաջացնենք լրջագույն իրավական խնդիրներ ոչ թե մի մարդու համար, թեկուզ անկախ օրինական կամ ապօրինի, այլ հազարավոր մարդկանց համար, որոնք այդ թվում պարտքով, վարկերով վերցրել են իրենց համար կանխատեսելի հայն որ ժամանակահատվածում ցանկացել են ունենալ բնակ տարածություն։ Այս իրավիճակների համար, երբ որ այլևս հնարավոր չի այդ շենքի գոյությունը, այսպես ասած, հետ պտտել, չեն կարող շենքը քանդել։ Կանգնած շենքը ապրում է մոտավորապես, չգիտեմ, 500 մարդ, 500 ընտանիք։ Բնականաբար այս իրավիճակում մենք գնում ենք գումարային լուծման։ Ասում ենք, որ այս դեպքում այն հողը, որ պետք է ծառայել որպես անտառ, բայց ապօրինի, դա միշտ է ապօրինի, եթե 60 հոդվածի հողը չի կարող լինել մասնավոր սեփականություն։ Այդ իրավիճակում մենք արդեն ստիպված այլոց իրավունքները չխախտելու համար գնում ենք գույքային փոխհատուցման, դա արդեն ուղղելով վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Ես պատկերացնում եմ, որ մենք անտառների քարտեզագրությունը պիտի փոխենք։ Այսինքն չպատկերացնենք, որ հիմա Նորքի են հատվածներում, Սարալանջի են հատվածներում, որտեղ արդեն կանգնած բազմաբնակարան շենքեր կա, շենքը պիտի քանդենք, այդտեղ պիտի անտառ սարքենք, այլ մենք ընդհակառակը պիտի ընդլայնենք անտառները, որպեսզի մակերեսը անտառների լինի այն, ինչ որ դուք նշում եք 50-ականներին, բայց չխախտի օրինակ 500 ընտանիքի իրավունք։ Իհարկե, պարզ է, որ մեզ համար էլ ցանկալի լուծում չի եւ մենք փորձում ենք ավելի վաղ փուլում թույլ չտալ շինարարությունը, նման իրավիճակներ ունեցել ենք, բայց լինում է, որ դրանք օրինակ սրանից 5-6 տարի առաջ արդեն կանգնած շենքեր են։ Դրա համար մենք գնում ենք լուծման ու փոխզիջումների ճանապարհով։